Հրապարակը գրում է փետրվարի 5-ին հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց կաշառքի եւ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ Երկուսը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ էին, երկուսը նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը Ռոբերտ Դարփինյանը ժամանակին քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։ Նա այժմ կալանավորված է, բայց պարզվում է մեկ այլ քրեական գործով հետապնդվում է նրա որդին Հենրիկ Դարփինյանը, որին այս տարեսկզբին մեղադրանք էր առաջադրվել Telegram ալիքներից մեկով թմրանյութ վաճառելու համար։ Կրտսեր Դարփինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ժողովրդի տեղեկություններով առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի ներսում կադրային վերադասավորումներ, այլև կառավարության կազմում փոփոխություններ։ Փաշինյանը որոշում է կայացրել էական թարմացումներ կատարել գերատեսչություններում։ Կառավարությանը ենթակա մարմիններում վերջին շաբաթներին գերլարված է մթնոլորտը, տարբեր կառույցներում իրականացվում են հսկայածավալ ստուգումներ, պահանջվում են փաստաթղթեր, ներառյալ անցած տարիների հաշվետվություններ։ Աղբյուրները նշում են, որ հավաքագրվում են դոսիեներ, որ անձամբ Փաշինյանին ներկայացնեն։ Կառավարության ստորաբաժանումներում բազմաթիվ աշխատակիցներ տարբեր օղակներից ստուգումների ու անակնկալների վերաբերյալ ահազանգեր են ստանում ու փաստաթղթերն են կարգի բերում։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի աղմկահարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անընդհատ անդրադառնում է ընդդիմությունը եւ բացատրություն պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի։ Իսկ այդ հարցերից մեկը Դիանա Գասպարյանի ամուսնու ու Սկեստրայրի գազալցականում տեղի ունեցած պատմությունն է, Նոր Նորքի թաղապետարանում ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցը։ Դիանա Գասպարյանին վարչության վերջին նիստին հասկացրել են, որ պետք է հրաժարական տա, իսկ Տեր Մարգարյանի հետ կապված հարցը Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին է հասցվել։ Երեկ Գասպարյանն արդեն հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, իսկ Տեր Մարգարյանի թիմն արդեն որոշում ունի, պետք է հրաժարական տան Նոր Նորքի թաղապետը, ով էլ համաձայնել է որոշմանը։ Հրապարակը գրում է, երեկ առավոտից լուրեր տարածվեցին, որ հրաժարական է տվել Նոր Նորքի թաղապետը, ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետը Լոնդոնում է։ Օրվա ընթացքում Տեր Մարգարյանը հերքեց լուրը, իսկ Հանրապետության թերթի աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, բայց չի բացառել, որ առաջիկա օրերին հեռանա։ Թերևս այդ նպատակով է մի քանի օր առաջ տեղակալ տեղապահ նշանակել Հանրապետության անդամ Մարատ Սևոյանին, որը նաև ԵԿՄ անդամ է։ Սևոյանը նշանակվել է Արթուր Գույունջյանի փոխարեն, որին ազատել են։ Թերթի աղբյուրը չի թաքցրել, որ քրեական գործով պայմանավորված ամեն պահի կարող է ծագել Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի հարցը, ուստի նախապես փոխարինող են նշանակել, որ ծանոթանա օբյեկտին։ Թերթը դեռ անցած շաբաթ էր գրել, որ Փաշինյանը խորհրդարանում մղած մարտերից հետո մեղադրել է Արամ Սարգսյանին, թե ձեր պատճառով ընդդիմությունը ինձ է մեղադրում ու հորդորել է քայլեր անել։ Իրավունքն էլ գրում է Արցախի նախագահի ընտրություններին ընդառաջ արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլանի ծրագիրը մշակում հայտնի կամանդուշին։ Ասում են, գործի գլուխ է անցել Արցախի նախկին աղք Սամվել Բաբայանը, որը ջանք ու եռանդ չի խնայում արցախցիներին պառակտելու հարցում։ Արցախցիների սթափ մասը Սյամոյի արարքները այսպես է որակում, թե իժոն իր իժոյությունն անում է, ավել բան չկա, գրում է թերթը։